ռոմանտիկ դեպքով ստացածները չէի պատկերացնում։ Իսկապես ցավում է։ Եռաբլուրում մայրերին քարշ տվողները այսօր խոսում են մայրերին հարգելու։ Դուք ձեր մայրերին չեք հարգում։ Այդ ընդոցիններ, դուք չեք հարգում ձեր մայրերին։ Ամոթ հետինը մտնեք ավելի կա։ Այդ բառը չեն իմանա ընդոցինը ինչ է։ Բառերան կա հայկազան, կնայենք իմանանք։ Իսկ գուցե իրենց մայրերին իրենք օգտագործում են իրենց նպատակների համար։ Ես ամաչում եմ, անկեղծորեն ասած ամաչում եմ, որ ես տեսակ գետնամած մարդկանց հետ են մեր կյանքը։ Եվ այս մարդիկ են ինչ-որ ձևով այսօր կառավարում, եթե կառավարում են իհարկե մեր կյանքը։ Եվ պարզ արդեն չէ պատկերը, մարդիկ ամբիոնից, խորհրդարանի ամբիոնից խոսում են բաների մասին, որոնք ընդհանրապես իրենց հետ կապ չունեն, երկրորդ այդ ամբիոնը օգտագործում են ուղղակի իրենց չգիտեմ ինչի համար, իրենց ստերի, կեղծիքի, անամոթության, անբարոյականության, այլևս ծիծաղելի էլ չի ճիշտ ասած, բոլորովին ծիծաղելի չի, ցավալի ու սարսափելի է, որ ես կարծում բայց մեր անելիքը մեկն է, սրանց բռնդելը, հեռացնելը, որովհետև այլ ճանապարհ չկա։ Ես միշտ ասել եմ, չէ, մեր խնդիրը ոչ թե իշխանափոխությունը, այլ արժեքների փոփոխություն։ Իրապես արժեքների փոփոխություն։ Ամեն օր դրա հրամայականը ավելիով հասկացում, ավելիով։ Հենց իրենց ծնողներին պաշտպանելու, հենց իրենց զավակներին պաշտպանելու, հենց իրենց վերած ամբողջ աղետը վերացնելով նաև իրենց ընտանիքներին պաշտպանելու։ Իրենք թշնամությունը, ատելությունը լցնում են մարդկանց կյանք, ամբիոնից հայախառն, ինչ ասես մարդկանց ասում իրենց վարչապետ կոչվածի գլխավորության, հետո վեր կենում ատելության մասին խոսում, թե ով է ինչ ատելություն այսպես կոչված գեներացնում։ Այդ ամբիոնից ով է հայերում, բացի իրենց վարչապետ կոչված, իրենք չեն ամենավերջին խոսքերը ասում, ամենավերջին արտահայտությունը։ Հետո գնում են միասին կենացն խմում իրար գովում ասում, թե ինչ լավ խոսած։ Սրանք եւ այսօրվա այդ ելույթը դեպի ես չեմ անդրադարձել, չեմ տեսել, բայց ինչ-որ փոխանցել են եւ վստահաբար ճիշտ է փոխանցել։ Ուղղակի դրա ցայտուն արտահայտություն խաբեբար, ստախոս, ակնհայտ ստախոս, աչքի առջև տեղի ունեցած իրադարձություն։ Եվ խոսքերն էլ մայրերին արգելու, զավակներին արգելու, որ մեկի ծնողին է հարգել։ Էլ եմ ասում, եռաբլուրում ով էր հերոսների ծնողներին քարշ տալիս, մայրերին։ Ով էր աչուկա քիչ ասես անում։ Խոսքի տեր լինելու մասին են խոսում, դուք չեք ասել Արցախը, ձեր վարչապետը չի ասել Արցախ Հայաստանը երկրորդ խոսքի տեր է մնացել։ Կամ որևէ բան ինչ որ ասել եք։ Տղամարդության մասին է խոսում։ Տղամարդություն ունեցողը հազարավոր ոստիկանների թիկունքում չի թաքնվի։ Սեփական ժողովրդի վրա ռումբեր չի նետի։ Ամբիոնից չի հոխորտա, հետո մտնես խորհրդարանի շեք, որ չգիտեմ որ ծակեր է խախտում։ Այս սա է սրանց կերպար։ Այսօր առավոտյանը ինչ են արել, մեր ավականու անդամներից մեկնան են հայրել։ Հուսամ, որ ես խիստ կասկածում եմ, որ դա քաղաքական նպատակներ իրենք չեն արել, որովհետև նախորդ ժամանակը նոր-նորքի զանգվածում խաղապետարանի արգահատելի դեպքը արդեն վկայում է սրանց նկարագրի մասին, այսօր էլ ինչ-որ անում է, այսօր թե երեկ քաղաքապետարանում ինչ-որ ելույթներ են ունեցել, ներողություն է խնդրում այդ մարդը քաղաքապետից, Արթուրին Չախոյան մյուսին Մեսրոպին քրեական գործեր են հարուցում, մարդկանց համ ծեծում են, համ բռնության են ենթարկում և միևնույն ժամանակ քրեական գործեր։ Գյումրիում են խարդավանքներ անում, Գյումրիում են խարդավանք և վերջում էլ խոսում են խոսք պահելու, տղամարդության և չգիտեմ էլ ինչերի մասն է խոսում։
Սրանք քաղաքական գործիչներ են, դա փողոցայիններ են։ Ես ասել եմ, սրանք փողոցից այդպես էլ տուն չեկան։ Ոչ պետական, ոչ քաղաք, ոչ մի բան, ուղղակի։ Իջակները հակել են, փողկապները կապել են, փողերը ստանում են, տարբեր կենդանակերպի նշանների տակ ծնված լինելով հայտնվում են ազգերի։ Այդքան բան։ Այո, ընդոցին բառներն թող սովորեն ինչ է նշանակում։ Հա, չափառածինն էլ կա դրա հետ կապված, դա էլ ասած իմանաք։ Սրբազան հայր դուք խոսեցիք արժեքների փոփոխության մասին, impeachment-ի գործընթացի մասին ինչ կասեք։ Ես արդեն մի քանի առիթով խոսել եմ այդ մասին եւ մի քանի առիթով խոսել եմ այդ մասին։ Դա չափազանց կարևոր գործիքակազմ է խորհրդարանական ճանապարհով այս մարդուն հեռացնելու համար։ Ասել եմ, մարդավարական մոտեցումներ են, տարբերություններ են, որի շուրջ պետք չի լարվել։ Կարիք չկա լարվելու, կարիք չկա արհեստական հակամարտություն ստեղծելու։ Մարտավարությունը ես այս պահին համարում եմ, որ փողոց եւ խորհրդարանը պետք է զուգահեռ փողոցը կներեք այդ բառը ասելու, հրապարակը եւ խորհրդարանը պետք է զուգահեռ գործեն, տրամաբանված գործեն եւ հասնեն նպատակին։ Հիմա այս ճանապարհը կամ մյուս ճանապարհը կամ բոլոր ճանապարհներն կարելի է օգտագործել եւ կիրառել եւ ուղղակիորեն հասնել վերջնարդյունքին։ Սա է մոտեցումը, էլ մի քանի անգամ ես մասը խոսել եմ։